հմտությունները եւ սերը արվեստի նկատմամբ իմ մեջ կուտակված է եղել երկար տարիներ։ Մի օր տեսնում եմ աղջիկս ունի հավաքածու, փայտից զարդեր, նկարված են հիմնականում, ասի սրանք ես կարող եմ նկարել, եթե դու ուզում ես ավելի շատ լավ բաներ ունենալ, հետաքրքիր, մենք կնկարենք փայտի վրա ու կօգտագործենք։ Ես էլ առողջական խնդիրներ ունեի, ֆիզիկական գործ չէի կարող կատարել, տունը նստած պետք է ապրեի, ասեցի լավ, տունը կնստենք կնկարենք։ Նոր տարին էլ մոդենում էր, սկսենք նկարել, փայտի վրա փայտը կտրել, մշակել, հենց իր բնական տեսքով, կեղևով, տոնածառի խաղալիքներ։ Սարքեցինք ու մասնակցեցինք տոնավաճառի, վաճառվեց, ուրախացանք, ասենք առաջին գումարն ենք աշխատել, եկեք սկսենք բիզնես։ Այդ նպաստեցին իմ երկու երեխեքը Սամվելը ու Այարփին։ Սամվելը լուսանկարիչ է, իսկ աղջիկս էլ մարքեթինգով էր զբաղվում։ Ու նոր տարուց հետո, որ մենք արդեն փոքրիկ հաջողություն ունեցանք այդ տոնածառի խաղալիքների, խանութներ, որտեղ վաճառվում էին փոքրիկ ձեռքի աշխատանքներ, մեզ առաջարկեցին համագործակցել իրենց հետ։ Մտածեցինք, որ կարելի է նաև փայտից զարդեր չինել, մշակելով չոր փայտը եւ նաև քարերից, ինչու՞ չէ, ու փորձեցինք։ Ու իմ բնավորության կարևոր գծերն էլ օգնեցին ինձ, համառությունը, նպատակասլացությունը, համբերություն եւ կամքը։ Ինձ համար կոնկրետ չկա անպետք իր, կա դրան օգտագործելու հմտություններ, թե ինչպես կարելի է երկրորդ կյանք տալ այդ անպետք իրին։ Քարից ձկներ են պատրաստում, փայտից սարքում են փոքրիկ գիտարներ, որոնք կարելի է կրել որպես կախազարդ։ Հիմա ունենք համագործակցություն 3 խանութների հետ եւ on-line վաճառք ենք կատարում, ունենք HB Art ու մեքենա ունենք շրջիկ։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի դրանով շրջել Հայաստանի տարբեր վայրերում, որտեղ անցկացվում են, ասենք, տոնավաճառներ, ֆեստիվալներ եւ այլն, եւ ձեռքի աշխատանքի զարգացման մեջ մեր ներդրումն ունենալ։ Ցանկացած մարդու համար աշխատանք կգտնվի, եթե նրա գլխում ճիշտ մտքեր կան։ Եթե քո մեջ ընդունակություններ կան, որոնք նույնիսկ քնած են, կարող են արթնանալ։ Ինչի՞ց է դա լինում։ Մեկը մյուսին ոգեշնչում է։ Մենք օրինակ մեր քաղաքում ոգեշնչվում ենք մեկը մյուսով։ Մեկը աշխատում է, մյուսը նայում է, ես էլ կարող եմ անել դա։ Ու այդպես գործ է բացվում։ Աշխատանք միշտ էլ կա։ Մնում է, որ մարդու մեջ լինի ձգտում եւ սեր։ Չեմ հասկանում, Հայաստանում աշխատանք չկա, մարդիկ ամիսներով փնտրում են աշխատանք, ոչ մեկ չի արձագանքում։ Այստեղ գրեք ձեր առաջարկները, բացի on-line աշխատանքներից։ Փնտրում եմ օֆիսային աշխատանք, գրաֆիկս ազատ է։ Փնտրում եմ on-line աշխատանք ֆիքսված աշխատավարձով։ Ունեմ աշխատանքային փորձ մի քանի տարբեր ոլորտներում։ Ուսանողուհի եմ։ Գործատուներն էլ իրենց հերթին են փնտրում Facebook-յան մի քանի խմբում։ Ամենաշատը մակրուհիներ, վաճառողուհիներ, ադմինիստրատորներ։ Իսկ ինչու գործատուներն ու աշխատանք փնտրողները շարունակում են չգտնել միմյանց։ Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է գործազրկության կայուն նվազում։ Եթե 2008-ից 2018 թվականներին գործազրկության ցուցանիշը տատանվում էր 16.2%-ից 19-ի միջակայքում, ապա 2021 թվականին այն նվազել է մինչև 12%, ինչը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը որակում է որպես բավականին լավ ցուցանիշ։ Գործազուրկների 60%-ը կանայք են, քանի որ ինչպես տեղյակ եք, կանայք պայմանավորված երեխայի խնամքով կամ իրենց հարազատի խնամքով ինչ որ մի բահի աշխատանքից դուրս են գալիս եւ հետո աշխատաշուկա վերադառնալը շատ ավելի դժվար է լինում, փոխվում են պահանջները եւ գործատուների եւ ժամանակի ընթացքում նրանց ունեցած հմտությունները սկսում են հետ մնալ ժամանակի պահանջից։ Գործազրկության ցուցանիշը բարձր է նաև երիտասարդների շրջանում։ 15.5-ից մինչև 29 տարեկանների 21.5%-ը գործազուրկ է։ Այս բացը լրացնելու համար միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ 2024 թվականին ներդրվել է փորձնակի ինստիտուտը։ Սա հնարավորություն է տալիս ուսանողներին կամ նորավարտներին մինչև 2 ամիս ժամկետով փորձառություն անցնել գործատուի մոտ եւ ձեռք բերել առաջին աշխատանքային փորձը։ Մոտ 1 ամիս առաջ վերջինը, որ իրենց աջակցությամբ ուղեգրով աշխատանք փնտրող անձը մոտեցել է մեր ուսումնական հաստատություն
եւ համալրվել է մեր աշխատակիցների շարքերին։ Երևանի բազմամասնագիտական պետական քոլեջն այդ ծրագրին միացած մի շարք հաստատություններից մեկն է։ Տնօրենը մանրամասնում է. Իրազեկման արշավ էին ստեղծել միասնական սոցիալական ծառայությունում եւ մենք որպես եւ գործատու եւ որպես ուսումնական հաստատություն ներգրաված էինք, նաեւ մեզ հետ էին մեր ուսանողները, երրորդ կուրսի արդեն ավարտող ուսանողները, իրենց ներկայացրեցին ծրագրերը, զբաղվածության պետական ծրագրերը, որոնք իրականացվում է միասնական սոցիալական ծառայության կողմից, հաշվառվեցին հետագայում օգտվելու համար։ Շատ աշխատանք փնտրող ունենալը դեռ չի նշանակում որակյալ աշխատող։ Գործատուները հիմնականում դժգոհում են աշխատանք փնտրողների մասնագիտական որակներից։ Շինարարության ոլորտում օրինակ կա եւ բարձր որակավորում ունեցող ճարտարագետների եւ միջին մասնագիտական հմտություններ ունեցողների, խառատների, զոդողների կարիք։ Բազմաթիվ են նաեւ բանվորի, մանկավարժի, հրուշակագործի թափուր հաստիկները։ Եթե միջին աշխատավարձը 5 տարի առաջ 218,000 դրամ էր, ապա մենք 320,000 դրամի միջին աշխատավարձի մասին այսօր կարող ենք խոսել։ Աշխատանքային օրենսգիրքը անընդհատ շարունակաբար բարելավում է, որպեսզի ժամանակի պահանջներին համահունչ լինի, օրինակ վերջին բարեփոխումը, որ արել ենք, դա ճկուն աշխատանքային գրաֆիկն է։ Աշխատաշուկայում տեղ գտնելու համար կարևոր է նաև նոր հմտությունների ձեռքբերումը։ Ժամանակակից գործատուների համար կարևոր է հատկապես աշխատակցի թվային գրագիտությունը։ Զբաղվածության ծրագրեր են նախատեսված նաև տարբեր խոցելի խմբերի համար։ Մեր ուշադրության կենտրոնում են այս պահին 63 լրացրած անձինք եւ հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց համար առանձին զբաղվածության ծրագիր է մշակվել, շրջանառվել է եւ արդեն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ, հուսով ենք շուտով կհաստատվի եւ այս աշխատանքը կսկսվի։ Նաեւ մեր ուշադրության կենտրոնում են այն ընտանիքները, որոնք գնահատվել են որպես անապահով եւ ստանում են անապահովության նպաստ, աշխատունակ անդամներ այս ընտանիքների անմիջապես գրանցվում են որպես աշխատանք փնտրող եւ իրենց հետ սկսում են մեր մասնագետները աշխատել։ Տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված եւ զբաղվածության ծրագիր կա եւ ինքնազբաղվածության ծրագիր կա։ Մեզ մոտ աշխատակից ունենք, ով Արցախից տեղահանված է եւ օգտվել է այդ ծրագրի շահառու է հանդիսացել, հիմա մեզ մոտ շարունակում է աշխատել։ Զբաղվածության ծրագրով աշխատանք գտնելու հաջողված փորձ ունի Շուշանիկ Խաչատրյանը։ Նա աշխատանքի է անցել պոլիկլինիկայում։ Մի քանի ամիս փնտրում էի աշխատանք ու ծանոթ լինելով միասնական սոցիալական ծառայության զբաղվածության կենտրոնին, որոշեցի դիմել իրենց օգնությանը աշխատանք գտնելու գործընթացը ավելի արագ կազմակերպելու համար։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից լուրերին փոխանցված տվյալների 1 տարվա ընթացքում աշխատատեղերի քանակն ավելացել է 31687-ով։ Եթե 2025 թվականի մարտին հարկման բազա ունեցող աշխատատեղերի ընդհանուր թիվը 704,659 էր, ապա 2026 թվականի մարտին այդ ցուցանիշը հասել է 816,346-ի։ Նարե Շավինյան, Հովանես Քյոսեյան, Արամ Հարությունյան։ Գյումրեցի դերձակի ընտանիքում է ծնվել ապագա կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը։ Նրա մայրը տնային տնտեսուհի է եղել, որ հրաշալի ձայն է ունեցել։ Տարիներ անց կոմպոզիտորը պատմել է, որ մոր երգած օրորոցայինները միշտ հնչում էին իր ականջներում, իսկ այդ երգերով մեծացած երեխան պարզապես չէր կարող երաժիշտ չդառնալ։ Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այդ առիթով հոբելյանական համերգ էր կազմակերպել։ Ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանը Խաչատուր Ավետիսյանի հետ երկար տարիներ աշխատել է կոնսերվատորիայում, պատմում է, նա պարզ անմիջական հումորով անձնավորություն էր, այն կոմպոզիտորներից, որոնցից միշտ սովորելու բան ուներ։ Նրա նրբազգացողությունը, խորը երաժշտական գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը այնքան երևացող էր, ցայտուն էր, որ հնարավոր չէր դա չնկատել։ Ես հիմա էլ որ փորձ եմ անում պետական օրկեստրի հետ, ես մի պահ ինձ հարց եմ տալիս, ինչպես կվարվեր այս պահին Խաչատուր Ավետիսյանը։ Եվ օգնության է դա գալիս ինձ, հասկանում ես այդ։
քանի որ շփվել եմ շատ լավ ճանաչելով իրեն, հրաշալի պատկերացնում եմ, թե ինքը ինչ խորհուրդ կտար ինձ այս պահին։ Ինքը որ երևում էր միջանցքում, մենք դասախոսներով ձգվում էինք ուսանողների պես։ Այդպիսի պատկառանք էր ինքը ներշնչում բոլորից մոտ։ Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը Խաչատուր Ավետիսյանի մոտ ուսանել է ասպիրանտուրայի տարիներին։ Երաժիշտը ակնածանքով է խոսում կոմպոզիտորի մասին։ Նրա ամեն մի հնչյունը կարծես դուդուկից ծնված էր։ Եվ ժողովրդական երաժշտությունը, ժողովրդական գործիքները նրա զգացողության մեջ յուրովի էին, եւ նա գիտեր եւ զգում էր եւ արտակարգ ճանաչում էր հայկական ժողովրդական գործիքները, որտեղ ամեն գործիք, երբ նվագում է նրա ստեղծագործությունը, նրա կատարողին թվում է, թե իր համար է հատուկ գրվել։ Ուներ Գյումրվա այդ ազգային շունչը, երաժշտականությունը, նպատակասլաց մարդ, բարի մարդ, ում մասին կարելի է անվերջ խոսել եւ համոզված եմ, որ տարիներ հետո իր մասին ավելի շատ են խոսելու, որովհետեւ նա այն կոմպոզիտորներից, այն երաժիշտներից, ում արվեստը մնայուն է ազգային, հավերժ եւ համամարտկային։ Մանկությունը Գյումրիում անցկացրած Խաչատուրը դեռ վաղ տարիքից նվանգում էր թե թար ու քամանչա, թե ջութակ ու դաշնամուր։ Տարիներ անց նա պետք է պատմեր, որ Գյումրվա մեղեդային միջավայրն է ձևավորել իր աշխարհայացքը ու այնտեղ է դրվել իր ստեղծագործությունների հիմքը։ Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել ծանոթությունը կանոնի հետ։ Այդ նվագարանը մեկ ընդմիշտ գերեց նրան ոչ միայն որպես կատարող երաժշտի, այլ որպես կոմպոզիտորի։ Նրա ուսանողները հիշում են Խաչատուր Ավետիսյանը երիտասարդ կոմպոզիտորներին ասում էր. եթե տաղանդ ունեք ու գրում եք, հողից մի կտրվեք։ Դրանով է պայմանավորված, որ նրա գրած երգերն այդքան մոտ ու հարազատ են ժողովրդին։ Իհարկե երգերը բոլորը սիրված են։ Միգուցե ավելի վաղ տարիքում առանց իմանալու կոմպոզիտորի անունը եւ թե ով է հեղինակը, մենք բոլորս երգել ենք, բոլորս լսել ենք այս երգերը, իսկ հիմա արդեն պատշաճ տեղեկացված լինելով շատ մեծ պատիվ է, որ ներկա են գտնվում Խաչատուր Ավետիսյան 100-ամյակին նվիրված այս գեղեցիկ համերգին, ու ես էլ երգում եմ իմ շատ սիրելի երգերից մեկը, որը կատարել է եւ ավելի հայտնի է դարձել Էռնա Յուզբաշյանի կատարմամբ։ Ախ երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ։ Ամենամեղեդային կոմպոզիտորն է իմ համար եւ բոլոր երգերը մի տեսակ միանման գիծ ունեն, բայց նաեւ բոլոր երգերը տարբերում են իրարից շատ հայկական են եւ իզուր չի որ ժողովրդի մեջ ընդունված է որպես ժողովրդական երգեր, որտեղ այդքան իրանք հայկական են։ Իմ երգարվեստի մեջ մի շատ կարևոր փուլ սկսվել է Խաչատուր Ավետիսյանի երգերով, հատկապես Մախմուր աղջիկ երգով եւ շարունակաբար Ծաղկած բալենի, եւ իսկապես ես նրա երգերի միջոցով հանդիպել եմ իմ իսկական հայ Խաչատուր Ավետիսյանի երաժշտական ժառանգությունը հայ մշակույթի անկախտելի մասն է։ Նա կարողացավ ազգային նվագարաններին նոր շունչ ու ակադեմիական փայլ հաղորդել, ապահովելով դրանց կայուն տեղը համաշխարհային բեմերում։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։ Տավուշի մարզի ավտոճանապարհներին այսօր արդեն հաճախ ենք տեսնում Եվրոպական միության դրոշներով մեքենաներին։ 2023 թվականի սեպտեմբերից դիտորդական առաքելությունն այստեղ է սահմանամերձ Տավուշում։ Նրանց առաքելությունը միտված է հետևելու սահմանային իրավիճակին, արձանագրելու հնարավոր խախտումները եւ տեղում գնահատելու անվտանգային միջավայրը։ Դիտորդներն իրենց հերթական բարեկությունների ընթացքում պարբերաբար այցելում են սահմանամերձ բնակավայրեր, շփվում բնակիչների հետ, ուսումնասիրում սահմանային գոտին եւ փաստագրում իրավիճակը։ Նրանց ներկայությունն այստեղ հատկապես կարևոր է այն համայնքների համար, որոնք տարիներ շարունակ ապրում են սահմանային լարվածության պայմաններում։ Իսկ ինչպիսին է այսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում, ինչ փոփոխություններ են արձանագրվել վերջին տարիներին եւ որքանով է փոխվել անվտանգային միջավայրը, ներկայացնում են եվրոպացի դիտորդները։
The whole situation in the region of Tavush is Սահմանային շրջանում իրավիճակը ներկայումս հանգիստ է, ինչը կարևոր ու դրական ցուցիչ է։ Սա հնարավորություն է տալիս բնակիչներին իրենց ավելի անվտանգ զգալ եւ վստահությամբ շարունակել առօրյան, նաեւ այստեղ մեր ներկայության շնորհիվ։ 2025 թվականի հուլիսից ի վեր անվտանգային լուրջ ռիսկեր չեն արձանագրվել։ Մինչ այդ, սակայն, գրանցվել էին կրակոցների միջադեպեր, հատկապես գիշերային ժամերին։ Հենց այդ պատճառով էլ առաքելությունը որոշում է կայացրել իրականացնել նաև գիշերային բարեկություններ, ինչի արդյունքում կրակոցների դեպքերը զգալիորեն նվազել են։ Մենք իրականացնում ենք բարեկություններ երկու հիմնական ձևաչափերով։ Օրինակ, այս պահին մեր այցը վերաբերում է անվտանգության իրավիճակի իրազեկման բարեկությանը։ Այս ձևաչափի շրջանակում մենք ուսումնասիրում եւ դիտարկում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային գոտին, կատարում փաստագրում, լուսանկարների միջոցով եւ գնահատում ընդհանուր իրավիճակը։ Հայաստանում տեղակայված Եվրոպական միության առաքելությունը հանդիսանում է անկողմնակալ եւ ոչ զինված կառույց։ Կարելի է վստահությամբ նշել, որ առաքելության գործունեության արդյունքում կրակոցների միջադեպերը նվազել են եւ իրավիճակն այլևս այն չէ, ինչ սկզբնական շրջանում էր։ Այսօր արդեն տեսանելի է առաքելության դրական ազդեցությունը, հատկապես անվտանգության մակարդակի բարձրացման առումով։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչների խոսքով սահմանային իրավիճակի կայունացումը հնարավորություն է տվել բնակիչներին առավել հանգիստ կազմակերպել առօրյան։ Գիշերային բարեկությունների կազմակերպումը ևս կարևոր քայլ է եղել ուղղված կրակոցների եւ հնարավոր միջադեպերի նվազեցմանը։ Սակայն առաքելության գործունեությունը միայն դիտարկումներով եւ փաստագրմամբ չի սահմանափակվում։ Շատ կարևոր է նաև տեղացիների հետ ամենօրյա շփումն ու վստահության ձևավորումը։ Մենք պարբերաբար հանդիպում ենք սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, լսում նրանց մտահոգությունները, հասկանում ինչ խնդիրների են բախվում մարդիկ այստեղ ապրելով։ Այդ հանդիպումները մեզ օգնում են ոչ միայն ավելի լավ պատկերացնել իրավիճակը, այլև հասկանալ, թե ինչպես է անվտանգային միջավայրը ազդում մարդկանց առօրյայի վրա։ Մեզ համար կարևոր է լինել ներկա եւ հասանելի։ Մարդիկ պետք է զգան, որ իրենց լսում են եւ իրենց խնդիրները անտեսված չեն։ Այդ պատճառով մենք փորձում ենք հնարավորինս հաճախ այցելել համայնքներ, խոսել բնակիչների հետ, հետևել իրավիճակին ոչ միայն սահմանին, այլև մարդկանց առօրյա կյանքում։ Սա է մեր առաքելության կարևոր բաղադրիչներից մեկը։ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը շարունակում է մնալ հայկական բանակը, իսկ Եվրոպական միության դիտորդական առաքելությունն այստեղ է աջակցելու սահմանամերձ շրջաններում կայունության պահպանմանը եւ իրավիճակի մշտադիտարկմանը։ Իջևանում տեղակայված օպերատիվ խմբի ղեկավարի խոսքով յուրաքանչյուր այցի ընթացքում առաջնային է նաև բնակիչների հետ անմիջական կապի հաստատումը։ Սահմանամերձ գյուղերում մարդիկ հաճախ բաց ու անկեղծ են խոսում իրենց խնդիրների, մտահոգությունների եւ առօրյա դժվարությունների մասին, ինչը դիտորդներին հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրական իրավիճակը։ Ես Շվեդիայից եմ։ Մասնագիտությամբ ուսուցիչ եմ, սակայն երկար տարիներ զբաղվում եմ միջազգային գործունեությամբ, ճանապարհորդելով աշխարհի տարբեր երկրներում։ Իմ գործունեությունը սկսել եմ Կենտրոնական Ամերիկայում, որպես ընտրությունների դիտորդ, եւ Հայաստանն արդեն 21-րդ երկիրն է, որտեղ աշխատում եմ։ Մինչ Հայաստան գալս ես գտնվում էի Վրաստանում։ Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի ջերմուկի դեպքերից հետո Հայաստանի դիմումի հիման վրա։ Սկզբում առաքելության առաջին թիմերը գործուղվեցին Ջերմուկ, ապա Գորիս, Կապան, իսկ 2023 թվականի աշնանը գրասենյակ բացվեց Իջևանում։ Այսօր մենք աշխատում ենք Տավուշի մարզի շուրջ 80 գյուղերում, ինչը մի կողմից մեծ պատասխանատվություն է, մյուս կողմից հետաքրքիր հնարավորություն։ Ես հաճախ կատակով ասում եմ, այստեղ աշխատելու համար պետք է երկրորդ ստամոքս ունենալ, որովհետև յուրաքանչյուր համայնքում քեզ ջերմորեն ընդունում են, հրավիրում տուն, հյուրասիրում սուրճով, տեղական բարիքներով։ Հայաստանն իսկապես առանձնանում է իր հյուրընկալությամբ։ Բնակիչների հետ շփումները ոչ միայն հետաքրքիր են, այլև կարևոր ու օգտակար։ Շատ դեպքերում դրանք անկեղծ ու անմիջական են եւ թույլ են տալիս ավելի լավ հասկանալ մարդկանց խնդիրներն ու մտահոգությունները։
Հաշվի առնելով նաև այն, որ առաքելության գործունեության վերաբերյալ երբեմն տարածվում են կեղծ տեղեկություններ, մենք ակտիվորել հանդիպումներ ենք անցկացնում դպրոցներում, զրուցում աշակերտների եւ ուսուցիչների հետ, համագործակցում տեղական իշխանությունների, բանակի ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Մենք նաև պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ հենց մեր գրասենյակում։ Այս ամենի շնորհիվ կարող ենք ասել, որ բնակչության հետ ձևավորվել է վստահելի եւ արդյունավետ հաղորդակցություն։ Մոտ ապագայում նախատեսվում են նաև հանդիպումներ ոստիկանության ստորաբաժանումների հետ։ Եթե համեմատենք սահմանային ներկայիս իրավիճակը 2022 թվականի հետ, տարբերությունը ակնհայտ է։ Այն ժամանակ մենք հաճախ էինք մոտենում սահմաններին լարված պայմաններում։ Մինչդեռ այսօր իրավիճակը զգալիորեն ավելի հանգիստ է, եւ ես վստահ եմ, որ այս դրական միտումը կշարունակվի։ Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի փետրվարը։ Սահմանամերձ համայնքներում նրանց ներկայությունը շարունակում է ուղղված լինել կայունության պահպանմանը, անվտանգային իրավիճակի մշտադիտարկմանը եւ սահմանային միջադեպերի վերաբերյալ անկախ ու անկողմնակալ գնահատականների ներկայացմանը։ Յոթանասունից ավելի պատանիներ մասնակցեցին մեր վրձինների գույները ընդդեմ պատերազմի խորագրով նկարչական ցուցահանդես մրցույթին, որը կազմակերպել էր Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը։ Մայրաքաղաքի Կապանի, Քաջարանի ու Մեղրիի մինչև 14 տարեկան երեխաները իրենց ստեղծագործություններում դեմ էին արտահայտվել պատերազմին, գույների միջոցով փոխանցել խաղաղության մասին պատկերացումները։ Պատերազմը չարիք է, որը խլում է մարդկանց երջանկությունը, ապագան, ներկան եւ իրենց տարիների աշխատանքը։ Աշխարհին ու բոլոր պատերազմող երկրներին խաղաղություն եմ մաղթում։ Թող Իրանը միշտ հաղթող լինի։ Ես տեսել եմ, թե ինչ տեղի ունեցավ նախորդ տարի 12-օրյա պատերազմի ժամանակ իմ երկրում։ Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաներն ու մարդիկ խաղաղության մեջ ապրեն։ Իրանի երեխաներին առողջություն եւ երջանկություն եմ մաղթում։ Պատերազմ բառը, որ լսում եմ, գլխումս վատ մտքեր են ծնվում։ Կապանցի 9-ամյա Սառայի նկարը մինչև 10 տարեկաների մեջ հաղթող ճանաչվեց։ Հյուպատոսարանը նրան առաջին կարգի մրցանակի ու դրամական պարգևի արժանացրեց։ Երեխաները բռնել են մատիտները եւ գույներով նկարում են խաղաղության երկինքը։ Իմ կարծիքով պատերազմը կռիվ է, այնտեղ պայթում են ռումբեր եւ երեխաները լացում, վախենում են։ Միջոցառմանը ներկա են նաև Իրանի դեմ պատերազմի ընթացքում այս տարվա փետրվարին Մինաբ քաղաքի դպրոցի ողբերգության զոհ դարձած Մաքան Նասիրի ծնողները, նահատակված 168 երեխաներից մեկն էր 7-ամյա տղան, հոր ձեռքին որդուց մնացած ընդամենը 1 հատիկ կոշիկն էր, որը սրբության պես պահելով մասնակցեց ողջ միջոցառմանը։ Մաքանն այսօր դարձել է խաղաղության խորհրդանիշ։ Շատ հանգիստ երեխա էր եւ միշտ երազում էր ոստիկան դառնալ։ Այդ օրը զանգեցի վարորդին, որ երեխայից դպրոցից բերի տուն։ Զանգեցի ուսուցչին, ասացի պատրաստեք, որ դուրս գա, քանի որ վարորդը մոտենում է արդեն։ Հետո պայթյունի ձայներ լսվեցին։ Ինչքան զանգեցի, ուսուցիչն այլևս չպատասխանեց։ Սիրտս անհանգիստ էր այդ օրը, կարծես մի բան էր վկայում։ Դպրոց գնալուն ժամանակից շուտ պատրաստվեց։ Եղբոր հետ բակում խաղում էր ու ճանապարհին անընդհատ հետ էր նայում, հրաժեշտ տալիս ինձ։ Ճիշտ է, ասում են պատերազմի ժամանակ նահատակվելը պատիվ է, բայց ոչ 7 տարեկան երեխայի համար։ Չէի ուզում առանց Մաքանի ոչ մի տեղ ներկա գտնվել, բայց ինձ հավաքեցի ու որոշեցի հանուն երեխայի մասնակցել այս միջոցառմանը։ Երբ գաք Մինաբ, կտեսնեք, թե ինչպես են ամբողջ գիշեր ծնողներն անցկացնում երեխաների շիրիմների մոտ։ Երեխաները լուսավոր ու խաղաղ երկնքի տակ ապրելու մասին են մշտապես երազում, նշում է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Բարամին։ Կարծում եմ, որ այս երեխաները իրենց նկարներով տեղ հասցրին ասելիքը։ Հուսամ, որ աշխարհում հարցին բոլորն այսպես կնայեն։ Հուսամ, զենք ու զրահ ստեղծողներին եւս սա մի պատգամ կլինի, որ երեխաների հետ երբևէ այսպես չվարվեն։ Մինաբի դպրոցից շատ քիչ երեխաներ ողջ մնացին, եւ սա դիտավորյալ արվեց։ Նույնիսկ պնդեցին, թե իբր Իրանն ինքն է հրթիռակոծել։ Ապա ասացին, որ տարածքը որպես ռազմական օբյեկտ է դիտարկվել, բայց ոչ մի կերպ չկարողացան ապացուցել։
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը միջոցառման ավարտին մրցույթի հաղթողներին պարգևատրեց, շնորհակալագրեր հանձնվեցին կազմակերպիչներին, մանկավարժներին ու ժյուրիի անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր առհասարակ նպաստել էին մեր վրձիների գույները ընդդեմ պատերազմի ցուցահանդես մրցույթի կայացմանը։ Հերմինե Միքայելյան, Արթուր Հայրապետյան։